Կառավարության թիմադեդրի էջին ներկայացված է նոր կառավարության գազմը։ Հայաստանի նոր կառավարության գազմը ձևավորվեցավ 2026 թվականի օգոստոս 3-ին հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններն հետո, երբ նախագահ Վահագն Խաչատուրյան հաստատեց նախարարներու եւ փոխվարչապետերու նշանակման հրամանակիրները։ Գործող կառավարության անդամներուն մեծ մասը վերանշանակված են։ Միակ փոփոխությունը, որ բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար նշանակված է Դավիթ Թադևոսյանը։ Աշխարհի առաջադար համալսարաններու շրջանավարտները արձագանքած են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության pedagogan համագարքի մեջ աշխատելու հրավերին։ Այս մասին գրած է վարչապետը 1141 թիմում եկած է։ Թիմումներու ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքով 459 տեխնազու կամ թիմորդներու շուրջ 40%-ը անցած է երկրորդ փուլ։ Տեխնազուներու միջին դարիքը 34 է։ Հարցազրույցներու եւ մասնագիտական գնահատման արդյունքներու հիման վրա պիտի ձևավորվի կառավարության կադրային բանկը, որտեղ ընդգրկված տեխնազուներու գրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները պիտի համադրվին pedagogan կառավարման համագարքի ճշգրիտ կարիքներուն հետ։ Իրանը հերքեց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի բնդումները բանակցություններու նոր շրջանի վերաբերյալ, ինչպես կդեղեկացնե Deutsche Welle-ն, այդ մասին հայտնած է Իսլամական Հանրապետության արտաքին գործոս նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանցի պաշտոնյան նշած է, որ ներկայիս Ամերիկայի հետ որևէ երկխոսություն չընտանար, բացի այդ անավելցուցած է, որ հարաճիգա օրերուն չէ նախադեсված Ամերիկայի կառավարության ներկայացուցիչները ընդունել կամ իրանյան պատվիրակություն ուղարկել այնտեղ։ Բաղային դեղեկացուցած է, որ իրանցի բոլոր բանակցողները կգտնվին երկրի մեջ միակ բացառությունը արտաքին գործոս նախարար Աբբաս Արաքչին է, որը ուխտակնածությամբ Իրաք կգտնվի։ Իրանի արտաքին գործոս նախարարության խոսնակը նաև նշած է, որ Հորմուզի նեղուցին նավակնացության վերաբերյալ բանակցություններ կընթանան միայն Օմանի հետ։ Քննարկումները այժմ կենտրոնացած են նավերու երկկողմ երթևեկության համար նախադեсված հնարավոր միջանցքի վրա։ Այդ նախաձեռնությունը կապ չունի նեղուցը ամբողջությամբ ապաշրջափակելու շուրջ բանակցություններուն հետ։ Այդ առանցին խնդիրն է իրավիճակը չի փոխվիր, քանի դեռ կշարունակվի Ամերիկայի հարձակումները, ըսած է Բաղային։ Ըստ Թրամփին բանակցություններու նոր շրջանը նախադեсված էր սկսիլ 3 օգոստոսին, ան նաև ավելցուցած էր, որ Վաշինգտոն կրնա որևէ բահու նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե անհրաժեշտությունը լա։ Ուկրաինա նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկած է Ռուսաստանին զինադադար հաստատել, ինչպես նաև սարեցնել պատերազմը ռազմաճակատի գիծով։ Այդ պետք է հիմք դառնա բանակցություններու մեկնարկի համար, հայտարարած է Ուկրաինա նախագահի գրասենյակի խորհրդական Միխայել Պոդոլյակ կաղորդեն տեղական լրատվամիջոցները։ Մենք կառաջարկենք զինադադարի որևէ ձևաչափի, թե օդային, թե ուժանյութի զինադադար, այնտեղ կարելի է ձևաչափերու ամբողջ շարք մգտնել։ Գումարած առաջարկված է պատերազմի սարեցում ռազմաճակատի գիծով, որպեսզի հետագային ծանր բանակցությունները լան։ Գումարած Ուկրաինա նախագահը բազմիցս ասած է, որ պատրաստ է Պուտինին հետ անձնական հանդիպումի բարդ հարցեր քննարկելու համար, նշած է Պոդոլյակ։ Գազայի հատվածին զինատապման գործընթացի քաղաքացիական կառավարման անցումը ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանի մեջ թե իսրայելցիներու, թե գազայի բաղեստինցիներուն համար ավելի անվտանգ ապակա ստեղծելու շրջանակներու մեջ հանդիպած են Խաղաղության խորհրդի գլխավոր տնօրենի ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենով եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու եւ անոր խումբը։ Այդ մասին հայտնած են Խաղաղության խորհուրդեն։ Իսրայելի պաշտպանության բանակի դուրս բերելը տեղին կիցեն այն կողմ տեղի պիտի ունենա միայն Համասի զինատապվելեն հետո։ Համաձայնագիրի լիարժեք կատարման հարցով հետագա հրանչընթաց կախված է յուրաքանչյուր կողմի պարտավորություններու կատարումով, նշած են Խաղաղության խորհուրդեն։ Բնական հրթիռներն եւ սաստիկ դակեն ամենեն շատ դժուժած 5 երկիրները Ֆրանսան, Իսպանիան, Պորտուգալը, Հունաստանը եւ Ռումանիան արդեն իսկ առնվազն 3.1 միլիարդ եվրոյի վնաս գրած են, կդեղեկացնե Financial Times բարբերականը։ Այդ ցուցանիշը սկալիորեն կգերազանցի Եվրոպական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց ամբողջ Եվրոպական միության մեջ հրթիռներու եւ դակի պատճառած վնասներու միջին տարեկան արժեքը կգազմե 2.5 միլիարդ եվրո։ Իմիջայլոց ցուցանիշները գարդացել են այրած տարածքները նախ վիճակի վերադարձնելու ծախսերը, հնարավորություն տալով քննադատել ադոնց տնտեսական արժեքը։ Financial Times-ի հաղորդմամբ անդարային հրթիռներու եղանակի առաջին 2 ամսվան ընթացքին Եվրոպական ընդամենը 5 երկիրներու մեջ այրած է մոտ 5 միլիոն հեկտար տարածք։
Արտաքին գործոստնախարարության Շենգենյան վիզայի դրամատրման ընթացակարգերուն նվիրված տեղեկատվական շարքի առաջին հոլովակի մեջ ներկայացված է վիզա թիմելու հիմնական գեդերը։ Ճիշտ կազմված ժամանակին ներկայացված եւ լավ հիմնավորված թիմումը կբարձրացնի Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը եւ թրական գաստե վիզաներու ազատականացման ընդհանուր գործընթացին վրա։ Շենգենյան վիզայի վերաբերյալ տեղեկատվական շարքի երկրորդ հոլովակի մեջ կներկայացվի թե երբ եւ ինչպես պետք է ներկայացնել վիզայի թիմումը, ինչ փաստաթուղթեր անհրաժեշտ են, ինչպես նաև ինչ հիմնական բանջկներու պետք է համապատասխանել թիմումը ներկայացնելու բահուն։ Շենգենյան վիզայի վերաբերյալ տեղեկատվական շարքի երրորդ հոլովակի մեջ կներկայացվին վիզան մերժելու ամենեն տարածված պատճառները եւ այն քայլերը, որոնք պիտի օգնեն խուսափիլատկե։ Ամբողջական փաստաթուղթեր ներկայացնելը, ճամփորդության նպատակի հստակ հիմնավորումը եւ ճշգրիտ տեղեկություններ դրամատրելը զգալիորեն կմեծնեն թիմումի թրական քննության հնարավորությունը։ Ձեզի է դեր Անի Զեյթունցյանը։